2007-ի վերջին շահագործման հանձնված հյուսիսային պողոտան այսօր արդեն նորոգվում է, քանի որ բետոնե հատակը 6 տարվա ընթացքում հասցրել է մաշվել։ 5-ից 6 միլիոն ԱՄՆ-դոլարի ներդրումը կատարում է մասնավոր հատվածը, մասնավորապես Տաշիր գրուպը, ոչ թե քաղաքապետարանը, շտապում է հայտնել փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը։ Կանաչ տարածքներն է ավելանում, նստարաններ, ամբողջությամբ արտաքին լուսավորությունն է փոխվում։ Ստորգետնյա անցումների համար արդեն էլեկտրական շարժասանդուղքներ է տեղադրում։ Հարցին թե ճիշտ է, որ փոխարենը Տաշիր գրուպը ստանալու է ստորգետնյա կայանատեղիի երկրորդ հարկը, փոխքաղաքապետն ասաց, որ ներդրումն արվում է ոչ այդ տարածքների փոխարեն, քանի որ կայանատեղին մասամբ սեփականաշնորհված է բնակիչների կողմից, բայց քաղաքապետը Տաշիր գրուպին թույլտվություն է տվել ողջ կայանատեղին վերածելու առևտրի եւ զվարճանքի տարածքի։ Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածն ի սկզբանե նախատեսված էր այնտեղ բնակվող մարդկանց մեքենաների կայանման համար, բայց քանի որ քիչ են բնակիչները, քիչ են նաեւ մեքենաները, արդյունքում տարածքը մութ է եւ ամայի, տեղ-տեղ այն աղբանոց է հիշեցնում եւ գարշահոտից դատելով ծառայում է նաև որպես զուգարան։ Վերին հատվածում ամբողջ երկայնքով հյուսիսային պողոտայի որևէ սրճարանային ժամանցային տեղ մենք չենք հատկացնում, այն ամբողջությամբ թողում ենք որպես պուրակ երևանցիների համար։ Ստորգետնյա հատվածում, եթե կա հնարավորություն որևէ սրճարան կամ ժամանցի գոտի մեր երևանցիների զբոսաշրջիկների համար կառուցել, կարծում եմ, որ այն ոչ մի առումով չի խոչընդոտի հյուսիսային պողոտայի մեր երևանցիների զբոսավայրը։ Բարև Երևան դաշինքի ծավալքանու անդամ Դավիթ Սանասարյանը կարծում է, որ եթե գործարարը որպես բարեգործություն ներդրում է անում քաղաքում, ապա կարելի էր այդ ներդրումն ուղղել այլ ոլորտ, ոչ թե հյուսիսային պողոտա։ 4-ից 5 միլիոն սալիկապատման մեկ լուսավորման համար աբսուրդ թիվ է։ Այսօր մենք ունենք շատ լուրջ խնդիրներ եւ բնակֆոնդերի հետ կապված, բնականների հետ կապված, մարդիկ ուղղակի վթարային շենքերում են մասսուհույսին ապրում, հա, որ կարող, չգիտեմ, այդ օրը կքանդվի, թե մի հատ թեթև ցնցումից թե Երևանի պատասխանատուները կամ ընդհանրապես քաղաքաշինության պատասխանատուները չգիտեն այդ ներդրումները որտեղ ավելի ճիշտ կլինի, որտեղ ավելի ճիշտ կօգտագործեն ներդրումները։ Տաշիր գրուպը այդտեղ իր բիզնես շահերն է անում։ Ըստ քաղաքապետարանի հուլիսի վերջին կատարվող ներդրումների շնորհիվ պողոտան բոլորովին նոր տեսք կունենա եւ նաեւ նոր լուսավորության համակարգ, ինչն անհրաժեշտ է ենթադրաբար այն պատճառով, որ տարածքի շենքերի բնակարանների լույսերը ուշ երեկոյան չեն վառվում եւ արդյունքում հյուսիսային պողոտայում մութ է։ Այս անգամ արդեն հատակը շատ ամուր է լինելու, պատվելու է գրանիտե սալիկներով, ասաց Դավիթ Օհանյանը, իսկ հարցին թե ինչու 2007-ին կառուցված հատակն այդքան կարճ կյանք ունեցավ, պատասխանեց. Մի քիչ ամեն դեպքում մեզ մոտ աշխատանքները կատարելիս պիտի հաշվի առնել նախ մեր բնակլիմայական պայմանները եւ երկրորդը կարծում եմ մի քիչ այստեղ շտապողականություն է եղել։ Հյուսիսային պողոտայի հատակը կառուցվել է այնքան անորակ, ինչպես այսօր ասֆալտ է արվում, հակադարձում է Դավիթ Սանասարյանը։ Այսօր ասֆալտ պատում արեցին, կարճ ժամանակ հետո ինչ-որ փոսեր ենք մենք տեսնում, հա, իսկ դա արվում է մեր հարկատուներից հաշվին։ Համ որ կարելի ավելի լավ ծախսել այդ գումարները, համ որ մենք կոպիտ ասած գումար ենք տալիս մի ապրանքի համար, որը որ մեր սրտով չի, որը որ այն չի, ինչպես որ պատկերացնում ենք։ Հյուսիսային պողոտայի անցորդներից հետաքրքրվեցինք, ինչ կարծիքի են կար արդյոք վերանորոգման անհրաժեշտությունը։ Իսկ հիմա միակ փողոցը, որ տենց վերանորոգում են Հայաստանում ու տենց ուզում են արդեն բարերավի հյուսիսային պողոտը։ Կարծիքով նորոգված էր։ Գիտեմ ինչ ենք հանդել նորից նորոգում։ Իմաստը որն է չգիտեմ։ Ինձ էլ էր հարմար։ Առանձնապես ուղղակի աստիճանների մոտ այդ հարթակը լինի, որ կարողանանք բարձրանալ։ Գոնե նորոգելուց հետո թեքահարթակներ լինեն։ Այո, որ կարողանանք շալյակներով խանութներ մտնել։ Թվում է, գիտեք, ի սկզբանե վատ էր կառուցված եւ հույժ մեծ կասկածներ ունեմ, որ նորոգումից հետո լավ կլինի։ Բայց ավելի շուտ սկսեն, որ տակ ժամանակները վերջացնեն, որ մարդկանց չխանգարեն։